Ադրբեջանի արտգործնախարարությունը քննադատել է Ռուսաստանի նախագահի օգնականին ռուս-ուկրաինական պատերազմը Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ համեմատելու համար։ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում արված հայտարարությունները, որոնցում նա աղավաղել է փաստերը հայ-ադրբեջանական նախկին հակամարտության վերաբերյալ եւ Ղարաբաղը ներկայացրել որպես վիճելի տարածք, ցավալի եւ զարմանալի են։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը Մեդինսկուն մեղադրել է, որ նա չի մացել, թե Ղարաբաղը իբր երբեք վիճելի տարածք չի եղել, հավելելով, որ Ռուսաստանն ինքն է ճանաչել եւ շարունակում է ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս։ Ավելի վաղ Պուտինի օգնականը նշել է, ինչու է իրավիճակը վատթարացել Ուկրաինայի համար, որովհետեւ 4 տարածաշրջանում հանրաքվեներ են անցկացվել, իսկ դա Ռուսաստանի պաշտոնական մասն է։ Եվ Ռուսաստանն այլևս չի կարող այնտեղից հեռանալ, հակառակ դեպքում կդավաճաներ մարդկանց, դա անհնար է։ Բայց եթե հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով դադարեցվի եւ իրական խաղաղության շուրջ համաձայնություն չլինի, ապա դա կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդպիսի վիճելի տարածաշրջան կար Ղարաբաղը։ Այդ տարածաշրջանը հսկայական Ղարաբաղի կվերածվի, որոշ ժամանակ անց Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, կփորձի վերադարձնել այն, եւ դա կլինի մոլորակի վերջը եւ կվերջանա միջուկային պատերազմով։